Ներսում շատ բան է, հայտնավտանգ իրավիճակ է, Վարդան պարոն Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը, նախ սկսեմ, որ արտիկցի եմ, Մորկու ջան, նախ սկսեմ, որ հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և պարոն Ղուկասյանի հետ հանդիպել, ասացին քննչական գործողություններ, մի քանի անգամ խնդրեցին նույնիսկ փոխոստիկանապետին, խնդրեցի որպեսզի թույլ տան ներս մտնեմ և տեղում իրավիճակին ծանոթանամ և պարոն Ղուկասյանի հետ շփվեմ, նայում ամեն ինչ նորմալ է, թույլ չտվեցին, դե հա, թույլ չտվեցին, ներսը քննչական գործողություններ են իրականացնում, թե իրականում ինչ են իրականացնում։ Ինչի հիման վրա եք այսպես հարցարվեմ մարդու վրա։ Դե բան է, ընդդիմադիր քաղաքապետ է, հայրենիք սիրող։ Այո, ժողովրդի հոգսով ապրող, ժողովրդի հարցերը լուծող, ամեն ինչը մի րոպե։ Ազգային ժողովի փոխոստակ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով այստեղ ստեղծված իրավիճակի Պարոն փաստաբան, մի բան տեսնենք ով է առաջինը պաշտպանելու Սրիկային, ով նման գործողությունների է գնացել, նաև այնտեղ այլ մեկնաբանություն։ Դե պարզ է, բնական է, նախ իրանք այդ ԿՊԱ-ների գործելավոճն է, անմեղության կանխավարկածը խախտելով միանգամից արդեն որոշեցին, որ պարոն Ղուկասյանը հանցագործություն է կատարել ու այդ անեցքի, կարելի ասել անեցքի պես բաներ են, թե իր թիմակիցների, թե մնացածի վրա, պարզ է։ Ճիշտ է տեղեկությունը, որ որոշել է Ղուկասյանը իր ոտքով գնալ Երևան, հասկանալու թե ինչ վիճակ է եւ ինչ են իրենից պահանջում։ Պարոն Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, ովքեր որ հավաքվել էին, որ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Չէ, դուրս չի եկել, դուրս չեն եկել, շենքում են, փոխոստիկան քննչական գործողություններ են ընթանում։ Պարոն Մելքոնյան, հաշվի առնելով, որ երբ ԿՊ-ն արդեն վերդիկտը տալիս է ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, ելքնել է պարզ լինում, ինչ եք կարծում, կտանեն կալանքի Վարդան Ղուկասյանը։ Չեմ ցանկանում այդպիսի բան լինի, բայց միանշանակ պարզ է, այդ արդեն պարզ էր Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում ելույթից հետո, երբ արդեն հրահանգը բառացի տվեց իրավապահ ոչ մի բան չկա։ Դե նմանատիպ ձայնագրություններ միշտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միշտ դաշտ է ներել, այսպես լիվ է արել իրանց բանով Փաշինյանի լրատվական հայկական ժամանակի միջոցով էս էլ այդ ոչ մեկ չի կարող ասել այդ անմեղության կանխավարկած կա, որ ոնց կանք ասում, կաշառք վերցել է, միշտ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագրի կողմից եւ իրավապահ համակարգը, որը դարձել է խեղճադագից գործիք, զբաղված է միայն ընդդիմադիրներին ճնշելով իրանց իրական գործընթացը, որը օր-օրի տեսնում ենք, որ հանցագործությունների աճ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն օր սպանություն, տանագահարություն, իրական գործընթացը թողած իրանց ընկած են արդեն ընդդիմադիրներին ճնշելով եւ այդ գործողություններով։ Դուք ասացիք, որ որոշում կա։ Պարոն, պարզ չէ երբ է դուրս գալու, որտեղ ներսում են քննիչները, ԱԱՑ-ը, փոխոստիկանապետերը, բարեկային ծառայության պետը, շատ են, ներսում են շատ էստեղ։ Չէ, վիդեոներ չունեմ։ Վիդեոներ չունեմ, բայց կան, նկարում էին վիդեո։ Հոգևոր հայրը ստեղ չէ, Շիրակեթեմի առաջնորդը Վարդան Ղուկասյանը Դե բաներ, մարտի 30-ին կայացած ընդդիմությունից հետո քաղաքացիական պայմանագիրը այդպես էլ չմարսեց այս բարդությունը ու այս 6-7 ամիսների ընթացքում հարցակում էր թե քաղաքապետի վրա, թե մնացած գործիչների վրա, ովքեր ողջունեցին պարոն Ղուկասյանին որպես քաղաքապետ, սատարեցին, թիկունք եղան եւ ձևավորվեց ընդդիմադիր հավականի ձևավորվեց եւ պարոն Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ։ Ամեն գնով փորձելու են որպեսզի քաղաքը զավթեն ու սրանով չեն բավարարելու։ Անցնելու են նաեւ մյուս քաղաքներին, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր ունեն։
Նախատեսում է նման օրինակ ընթացք եւ ընտրություններից հետո իր տված ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ փոխքաղաքապետերի պաշտոնը չի տա այլ ուժերի ներկայացուցիչներին, քանի որ եթե իրեն կալանավորեն, ինքը այսպես ասած աթոռը թողնելու է իրեն վստահված անձանց։ Դե պարոն Ղուկասյանը զգում էր, որ օրից մի օր էս բանը կատարվելու է անպայման ու փաստացի դե վարկագծից քաղաքացիական պայմանագիր վարկագծից քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների վարկագծից արդեն պարզ է որ գնալու են այսպիսի գործողություն անպայման որ քաղաքը ցանկացած գնով փորձելու են զավթել իրանց նման քաղաքապետ պարոն Ղուկասյանը կաշառք չի բաժանել ժողովրդի կողմից սիրված հարկված եղել նորմալ ընդդիմել ինքը ոչ մի կաշառք չի բաժանել ընդունված չէ այդ մարդուն ճիշտ է գխոսակի վերև անել քանեն անպայման միանշանակ չենք 70 տարեկան ենք, եկել ենք, հասել ենք Իրաք դուրը։ Գիտեմ Նորկու ջան, գիտեմ։ Միանշանակ որ քաղաքապետը դառը ուրեմն ունի, ընդրվել է։ Մարդը քվե են տվել, որ դառել է քաղաքապետ այդ մարդը, չէ՞։ Որտեւ այդ մարդուն մենք կդիմենք, ինքը մերժում չունի։ Ես գիտեմ, շատ լավ գիտեմ։ Մերժում չունի մեզ իմար։ Տոմի կաբրիկ, Տոմիկի հարցերը գլուծե, անի կաբրիկը նոր հարցերը գլուծե։ Բաբի, մենք աշկերներս պետք կուրանա, որ մենք հանգարց Իրան, մենք եդվան ենք։ Վերև ասպաս կա, ամեն չէ լավ կերնե։ Ամեն չէ լավ կերնե։ Այս բան չէ, ամեն ինչ էսպես ծածկված չէ, վերջու իրա Չէ, ոչինչ։ Ամեն ինչ էլ բան եղել է, չէ, չարը միշտ էլ վերջում լավով վերջաց։ Միանշանակ լավ կերնի, ամեն ինչ լավ կերնի։ Ներսում կա, հաստաբանական թիմ ներսում կա, այո։ Շատ միք բան եղեք։ Ես դիմեցի, ես իրանց ասեցի, որ մտնեք։ Ես փորձեմ խոսամ, որ լրատվական միջոցներին ներս թողնեն։